Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շնորհակալ եմ, պարոն Զենյալյան, նախ ձեր անկախ եւ անաչառ դատավոր լինելու մասով, որևէ մեկը չի ասում, որ դուք դուրս չեք եկել Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունից։ Մենք ասում ենք, որ դուք 25 տարի շարունակ եղել եք մի կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, որը ամենավերջին զրպարտանքները եւ ատելության խոսքն է տարածել քաղաքական շատ դերակատարների հասցեին։ Իսկ այսօր հանդիսանում է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության դուստր ձեռնարկությունը։ Պարոն Զենյալյան, մինչև որ կդնեիք Երևանի ավականու ձեր անդամը, ձեր կոալիցիոն գործընկերոջ հետ հուշագրի շրջանակներում ունեիք թաղապետ, որը ծեծեց ակտիվիստին։ Խոսքը Արտուր Չախոյանի մասն է, եւ դուք դրա մասին լինելով իրավապաշտպան որևէ բառ չեք ասել։ Ինչով էր պայմանավորված ձեր այդ համառ լռությունը։ Պարոն Զենյալյան, եկեղեցու հետ կապված ի շարունակություն գործընկերոջս հարցի, եկեղեցու հայաստանյաց առաքելական եկեղեցու բացառիկությունն ամրագրված է սահմանադրությամբ։ Մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ օրինակներ, իդեմս Նիկոլ Փաշինյանին Facebook-յան գրառումների մեծամասամբ, երբ խախտվում է այդ բացառիկությունը եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանը ուղիղ միջամտություն է փորձում իրականացնել եկեղեցու գործերին։ Ինձ պարզապես հետաքրքիր է ձեր կարծիքը, գնահատականը տվյալ իրավիճակի հետ կապված, ձեզ համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Եվ վերջում, պարոն Զենյալյան, մենք ունենք դեպք, երբ որ ԲԴԽ նախագահը Նիկոլ Փաշինյանի SMS-ը ստանալուց հետո անկախ մարմնի նախագահը անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրեց, որոնք կլինեն ձեր գործողությունները, երբ որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ լինի Սահմանադրական դատարանի դատավորի ձեր գործունեությունից եւ մի այդպիսի SMS էլ ձեզ ուղարկի։ Շնորհակալ եմ։ Արգլիտիկին Խամոյան, ձեր տված հարցերին հնարավոր բյուր պատասխաններից կա գետ մեկը, որը կփոխի ձեր որոշումը իմ օգտին չքվեարկելու։ Ես խորապես կասկածում եմ։ Ինչևէ, պատասխանեմ ձեր հարցին, դուք Արտադրության նախարարին հարց տվեցիք եւ ասացիք, արդյոք հնարավոր է, որ Զենալյանը իր միջից անի այն գաղափարները, որոնք ինքը ունեցել է։ Արգելտիկին Խամոյան, որևէ պարագայում այդ գաղափարները միջից դուրս գալ չեն կարող։ Դրանք անկախության ինքնիշխանության գաղափարներն են, դրանք այն գաղափարներն են, որոնք դրված են 120 եւ ավելի Սահմանադրական դատարանի դիմումների հիմքում։ Եթե կարդացել եք իմ կենսագրությունը։ Կենսագրությունից մեջ նշված է, որ ես ավելի քան 120 դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան եւ անկախ նրանից, թե ով է եղել երկրի ղեկավարը կամ քաղաքական իշխանությունը, որ քաղաքական մեծամասնությանն է պատկանել։ Դրանք ասացի արդեն այդ գաղափարները դրված են այդ դիմումների հիմքում եւ դրանք իմ միջից դուրս չեն գալու։ Որևէ պարագայում ես պատասխանեցի պարոն Գեգամ Մանուկյանին, Կիմբալյանի կուսակցական լինելու վերաբերյալ, ձեզ էլ կարող եմ պատասխանել Սահմանադրական դատարանի դատավոր պարոն Հրայր Թոմասյանի օրինակով։ Նրանք դադարել են կամ անկախ չեն եղել ես ձեզ։ Հիմա հաջորդ հարցին, որ տեսակետներից չտարբերվող տեսակետներ է արտահայտել իմ նախկին կուսակցությունը։ Բազմաթիվ տարբերվող տեսակետներ, որ հայտնել են, դրա մասին ապացույցները շատ են եւ նաեւ այն գործերը, որոնք ես ներկայացրել եմ Սահմանադրական դատարան, դրանք տարբերվող տեսակետների մասին են։ Եվ ընդամենը 2019 կամ 2020 թվականին է, որ Սահմանադրական դատարանում գործ չունեմ շահած, թեև այդ ընթացքում եւս գանգատ եմ ներկայացրել Սահմանադրական դատարան եւ այն վարույթ է ընդունված։ Այս պայմանությամբ Սահմանադրական դատարանում իմ դիմումի հիման վրա քննվող 3-ից 4 գործ կա։ Սա իմ անկախության, իմ սկզբունքայնության վերաբերյալ եւ իմ գաղափարների վերաբերյալ։
Ես լինելու եմ անկախ, անկողմնակալ եւ չեմ ենթարկվելու որևէ ազդեցության ու ճնշման։ Այսքանը։ Արձագանք։ Այդ դրա պատասխաններ, SMS-ի պատասխաններ դա։ Կներեք, բայց դուք չեք կարող լինել անկախ եւ անկողմնակալ, որովհետեւ երբ որ դուք անկախ եւ անկողմնակալ Երևանի ավականու անդամ էիք, դուք չդատապարտեցիք ձեր կուսակից թաղապետի վարչական շրջանի ղեկավարի ծեծը, դուք բառ անգամ չեք արտաբերել դրա մասին եւ հիմա էլ զլանում եք դատապարտող որևէ հայտարարություն անել։ Պարոն Զենյալյան, ձեր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյան է եղել որոշ դեպքերում։ Դուք 25 տարի, նորից եմ ասում, այդ կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ եք եղել։ Հիմա կարող եք ձեր կարճ արձագանքում գործնականում նկարագրել իրավիճակ, թե ինչպես է դրսևորվելու ձեր անկախությունը եւ անաչառությունը։ Ես ձեզ հուշում տվեցի եկեղեցու օրինակը։ Կարող եք օգտվել դրանից, շնորհակալ եմ։ Ցանկացած բռնություն դատապարտելի է եւ եթե դուք իմ գնահատականները դրա դեպքի վերաբերյալ չեք լսել, դա դեռ չի նշանակում, որ դրանք չեն եղել կամ դրանք ազդեցություն չեն ունեցել։ Եվ միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանում պետք է պետական պաշտոնատար անձինք նաև պաշտպանված լինեն։ Իսկ ինչ վերաբերվում է եկեղեցուն, դուք ինձ հարց եք տալիս քաղաքական թեժ բանավեճի կիզակետում գտնվող երևույթի վերաբերյալ, որը նաև հավանականորեն կարող է ունենալ իրավական հետևանք։ Եվ որոշակի հավանականությամբ այն կարող է դառնալ նաև եւ սահմանադրական վեճի առարկա, եւ նաև եվրոպական դատանու վեճի առարկա, որի վերաբերյալ դիրքորոշում հայտնել չեմ կարող։ Միայն ընդհանրական կարող եմ ասել, որ կրոնական կազմակերպությունները, հոգևորականները մարդու կամքի ձևավորման վրա շատ մեծ ազդեցություն ունեն, չափազանց մեծ ազդեցություն ունեն։ Եվ այդ սկզբունքից ելնելով է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ արգելվում է նրանց իրականացնել քարոզություն եւ ձևավորել քաղաքական կամք, որովհետեւ մարդիկ իրականացնեն իրենց պետական եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը ազատորեն իրականացնելու համար շատ կարեւոր է, որովհետեւ դրանք ձևավորվեն ազատ պայմաններում։ Շնորհակալություն։